Ազատ խոսքի արժեքը, հեղինակ Սեդա Ծատուրյան։ Լինում է չի լինում, մի ժլատ թագավոր է լինում, որ միշտ նոր միջոցներ էր մտածում ժողովրդից ավելի շատ հարկեր հավաքելու համար։ Սակայն նա գիտեր, որ ժողովուրդը դժգոհ է իրենից, կարող է այլևս չհնազանդվել ու նույնիսկ կհանկեց անել իրեն։ Այնպես որ նա հավաքում է իր իմաստուններին, որ խորհուրդ տան, թե ինչպես անել, որ համ սրտի ուզած չափով հարկ հավաքի, համ էլ ժողովրդին հնազանդ պահի։ Նրանցից մեկը, որ միշտ աչքի էր ընկնում ոչ միայն իր խելքով, այլ նաև նենգ բնավորությամբ, առաջ է գալիս ու ասում. «Ձերդ գերազանցություն, խոսքն է այն միակ ուժը, որով մարդիկ կարող են և միանալ, և հեռանալ իրարից։ Վերսեք մարդկանցից սեփական խոսքը, և նրանք կդառնան ամենահնազանդ ու համբերատար ժողովուրդը, որ դուք ցանկանում եք։ Ապա ինչպես կարող եմ նրանց խոսքը վերցնել։ Հրամայեք, որ էլ չօգտագործեն այն բառերը, որոնք կարող են դժգոհություն առաջացնել։ Թող հարկեր տալուն ասեն թագավորության բարօրության վճար, կաշառք տալուն թող ասեն շնորհակալություն հայտնել և այլն։ Իսկ եթե հակառակվեն, թագավորական հրամանի խախտման ու դժգոհության ամեն խոսքի համար թող պատիժ լինի վճարել 3 ոսկի։ Այսպես մարդիկ համաձայն կլինեն միայն իրենց հարկերը վճարել, առանց բողոքելու, իսկ որպես պատճառաբանություն ձեր որոշմանը ասեք, թե դա արվում է թագավորության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի համար։ Թագավորը հենց այդպես էլ անում է և հրամայում է իր ենթականներին միշտ լինել ժողովրդի մեջ, որ հրամանը խախտողներին անմիջապես տուժի ենթարկեն։ Մարդկանցից շատերը տուժից վախենալով ավելի հնազանդ դարձան, ոչինչ չէին ասում։ Միայն մի տղա կար, որը չնայած տուժին շարունակում էր բացեիբաց իր դժգոհությունը հայտնել։ Այնքան տուժ վճարեց, որ արդեն էլ ոչինչ չուներ։ Մի օր էլ թագավորի ականջն է ընկնում, որ մի ըմբոստ համառ տղա կա, որ չնայած տուժի պատճառով իր ունեցածը կորցրել է, բայց միևնույն է հրաժարվում է թագավորական հրամանին ենթարկվել։ Թագավորը հրամայում է ու իր զինվորները տղային բռնում բերում են պալատ։ Դե հիմա խոսիր, չգիտես դու, որ թագավորի հրամանը անքննելի հրաման է ու տուժի պիտի ենթարկվեիր այնքան, որ ցնցոտիներով մնայիր։ Գիտեի, ձերդ գերազանցություն։ Հապա արժեր ավելորդ խոսքի համար այս վիճակում հայտնվել։ Արժեր։ Դե որ հերիք չէր տույժը քեզ, ուրեմն նաև կստանաս պատիժ ու բանտում կանցկացնես մնացյալ կյանքդ, իսկ երբ մտափոխվես, այդ ժամանակ դուրս կգաս, կստանաս ունեցածդ ու կարող ես հանգիստ ապրել, միայն մի պայմանով, որ չխախտես թագավորական հրամանը։ Դե հիմա գնա ու բանտում որքան խելքդ փչի, խոսիր ազատությունից ու արդարությունից, ասաց թագավորը ու քահ-քահ ծիծաղեց։ Խեղճ տղային տարան բանտ, որտեղ միայն մի պատուհան կար, այլ պատուհանը կարծես կյանքի ու հույսի դուռը լիներ նրա համար, իսկ ընկերները թշնակներն էին, որ գալիս ու նստում էին պատուհանի գոգին։ Երանի ձեզ, ասում էր միայնության մեջ խոսքի համար բանտարկված տղան։ Երանի ձեզ, որ ազատ եք, որ խոսում եք ազատ, խոսում եք կյանքից, նրա ազնիվ թարգմանիչներն եք դուք, ոչ ոք ձեր խոսքի վրա չի բռնանում ու չի ստիպում մոռանալ, որ դուք թշնակ եք ու պիտի ծլվլաք։ Տղան միշտ բարի էր նրանց հանդեպ և թշնակները որոշեցին պատմել տղայի մասին իրենց թագուհուն։ Թշնակների թագուհին մի մեծ ու գեղեցիկ թռչուն էր, օժտված կախարդանքով։ Նա ապրում էր կախարդական անտառի շքեղ պալատում։ Թշնակների պատմածը հուզեց նրա սիրտը, և նա մի գիշեր բոլորի աչքից թաքուն գնաց տղայի մոտ։ Տղան արթնացավ կախարդական թշնի լույսից, և ի զարման իրեն թռչունը սկսեց մարդկային լեզվով խոսել նրա հետ։ Մի վախեցիր ինձանից, ես թռչունների թագուհին եմ։ Լսել եմ, թե որքան բարի սիրտ ունես դու, որքան արժեքավոր է քեզ համար ազնիվ խոսքը։ Եկել եմ, որ ցանկությունդ կատարեմ։ Այսուհետ դու նույնպես կարող ես թռչուն դառնալ, լինել ազատ ու սրտիդ խոսքը ասել, իսկ երբ ցանկանաս, կարող ես նորից մարդկային կերպարանք ունենալ։
Քո տունը կլինի իմ ապարանքը, իսկ դու կլինես ինչպես արքայազնը։ Ասում է ու տղային մի գեղեցիկ թռչնի վերածում։ Տղան թռչում է պատուհանից դուրս ու գնում է նրա հետ։ Առավոտները նա թռչուն էր դառնում, գնում էր ազատության ու արդարության խոսքներ ասում մարդկանց, իսկ մութն ընկնելուն պես վերադառնում էր պալատ եւ նորից մարդկային կերպարանքեր ընդունում։ Ու քանի որ մարդիկ չէին հասկանում, թե որտեղից է տղայի խոսքը հնչում, ասում էին, թե տղան հոգի է դարձել։ Այս մասին պալատականները հայտնում են թագավորին, սակայն թագավորը չէր հավատում պալատականների փսփսոցներին։ Որոշ ժամանակ անց տղան տեսնում է, որ ժլատ ու անգութ թագավորը շարունակում է իշխել ու մտածում է. լավ, դու քո ստով անարդարությամբ գրավել ես ու գերի ես պահում մի ամբողջ ժողովրդի, ուրեմն ստով էլ գահընկեց ես լինելու։ Այդ երեկո տղան գալիս է, շնորհակալություն է հայտնում թռչունների թագուհուն ու հրաժեշտ է տալիս։ Տղան մի վերջին անգամ թռչուն է դառնում ու գնում է անօրեն թագավորի պատուհանին նստում ու ասում է. Ձերդ գերազանցություն, ինչպես է հարկահանության գործերը։ Շատ լավ, չեմ բողոքում, պատասխանեց թագավորը, որին թվաց, թե իր ներքին ձայն է լսում, ու հետո ստաֆելով շուրջը նայեց ու վախեցած հարցրեց. Այդ ո՞վ է։ Միթե չես ճանաչում, քո թագավորության մեջ միակ ազատ խոսք սիրողի ձայնը։ Սա ինչի մարկատակ է, վախը թաքցնելով ձայնը բարձրացրեց թագավորը։ Հիմար կատակը ամբողջ ժողովրդին իր ձայնից զրկելն էր եւ ինձ արդար խոսքի համար բանտ գցելն էր, որտեղ էլ հոգի դարձա, դուրս եկա ու հիմա էլ շարունակում եմ իմ խոսքը մարդկանց հասցնել։ Բայց այս անգամ արդեն մարդիկ հավատում են ինձ։ Եթե չես ուզում մարդկանց զայրույթին արժանանալ, ապա հրաժարվիր գահից ու հեռացիր թագավորությունից։ Իսկ գահը կտաս նրան, ով կգա քո պալատ առավոտյան ու կասի հետևյալ բառերը. Ազատություն կրողը աշխարհի ամենաթանկ գանձն է կրում։ Թագավորը, թեև դաժան էր, սակայն հիմար չէր ու հասկանում էր, որ ուրվականի դեմ ոչինչ չէր կարող անել ու այլ բան չէր մնում, քան համաձայնելը։ Տղան առավոտյան մարդկային կերպարանք առած գնաց պալատ։ Թագավորը եւ իր պալատականները անգամ չճանաչեցին նրան, քանի որ վերջին անգամ տեսել էին նրան ցնցոտիներով, իսկ այս անգամ իրենց առջև կանգնած էր արքայազնին վայել շորերով մեկը։ Թագավորը հեռացավ, իսկ տղան դարձավ նոր թագավորը, ով չէր տանջում իր ժողովրդին հարկահանությամբ, եւ կարևորը մարդիկ ազատ էին իրենց խոսքը արտահայտելու մեջ, ու նրանք հասկացան, թե որքան կարևոր է ազատ խոսքի արժեքը։ Ազատ խոսքի արժեքը, հեղինակ Սեդա Ծադուրյան։